Բալիկ ջան։ Մի քիչ բան է, որ կատացել է, Անդրևներից տվել է, կատացել է մի քիչ բան է, էլի զգուշ կկաս, մինչև տենանք ոնց է լինելու։ Next days. Հա։ Հայաստանի մի գյուղում ենք, որտեղ առավոտը սկսվում է արևածագից շատ առաջ։ Այստեղ ապրում եւ աշխատում է այս գյուղացին, որի կյանքը սերտորեն կապված է իր հողի ու անասունների հետ։ Նրա օրը սկսվում է գոմից։ Դեռ լույսը չբացված նա շտապում է ստուգելու անասուններին, կերակրում է կովերին, մաքրում գոմը եւ պատրաստում ամեն ինչ օրվա աշխատանքի համար։ Առավոտը սովորականի նման անասուններին կերակրելու համար առավոտ քնից դուրս են գալիս, սկզբնական հերթը անասունների կերակրելու հարցն է, որ անասուներին կերակրենք, խոտ տանք, խոտ տալուց հետո անասուներին ջրենք, ամեն ինչը նորմալ վիճակով, ու դրանից հետո դուրս են գալիս գոմից, անասունները իրանց համար հանգստանում են 1 ժամ, 3 ժամ, մինչև ժամը 4-ը, ժամը 4-ից հետո նորից էլի նույն պրոցեսը կատարում ենք։ Գյուղացու խոսքով անասուն պահելը միայն աշխատանք չէ, այլ պատասխանատվություն եւ հոգատարություն։ Գոմում ամեն բան իր տեղն ունի։ Կերը դասավորված է, ջուրը փոխված, իսկ յուրաքանչյուր կենդանի խնամված։ Ունեմ 3 հատ անասուն ունեմ։ Ընդեղ էլ արդեն հավերի համար առանձին զգուշ բալիկ ջան։ Հավերի համար էլ առանձին տեղ է կտրված, առանձին բաները արված, որպեսզի անասունների հանգիստը չխանգարեն, հետո ընդեղ առանձին մնան էլի բաների նման, կովերի նման առանձին իրանց բաներում։ Այս նրանք այս տարի էլ ոնց է լինելու անասնապահերի մոմենտները պահեցին, կարանք տանք պահենք, եթե չէ, ուրեմն պետք է կամաց վերացնենք։ Ի խաթր անասնապահերի համար, որովհետև հիմա արդեն լրիվ է ցկտում են դուրս, գնում են դրսում են աշխատում, արդեն հիմա ոչ մի բան չեն ուզում անեն անասունների մոմենտներով, սարային մասերում պահելու, ամեն գործողությունները կատարելու։ Գյուղացին պատմում է, որ ամեն կենդանի ունի իր բնավորությունը եւ տարիների ընթացքում նա սովորել է հասկանալ նրանց լեզուն։ Այդ կովի անունը Սևոյա, այս կովն է Չալոյա, ճագատի Չալով, ընել իրա ծնված հորտնա, իրանից էլի նույն Չալոն էլի։ Անասունները մինչև նոյեմբեր ամիսը սարային մասերում են բանանում, գնում են ընդեղ արածում են, գալիս են, մինչև նոյեմբերից հետո արդեն էլ ոչ միտեղ տաշտերում էլ անասնակեր չկա, բան չկա, պահում ենք արդեն, ձմեռացնում ենք, ձմեռն էլ արդեն մեր հետ ամառվա բերած քաղած այդ անասնակերերը բաները արդեն այդ պահերի մոմենտներով տալիս ենք անասներին պահում ենք մինչև ապրիլ ամիսը, մինչև մայիսի վերջը, մայիսի վերջից նոր անասունները հանում ենք դուրս սարային մասերում, գնան իրանց համար արածան կան, ու տենց մինչև նոյեմբեր ամիսը էլի, այսինչ շրջանառության մեջ համար ծմեր, այդ պահերն ալերիվ ընտանուր է։ Քանի կար կինս էր կտում, դե հիմա որ կինս վատ առողջ մի քիչ, ոտերից բաներից բաներ ունի չի կարա, էլ բանանի հարսն է անում, հարսն է կտում, տանում, կինս էլ մի կեր մշագում է, զգուշ ազի ջան դե, մշագում է, յուղա, պանիրա, կատա, մածունա, դե գյուղացին ինչով ազբավ է դա, ես կոմը սարկված եղի համարյա, ոչ թե համարյա այլ 22-24 թվին է սարկված եղի, ես կոմի մեջ էին ժամանակ ողորմած պապից պահում էր համարյա մոտ մի 10-12 հատ խոշոր անասուն էր պահում, այն ժամանակները, հետո աշճանաբար իրանց մահից հետո
որ դենց արդեն սկսեցին կամանց կճացնել արդեն եղածները։ Գոմը պաբիսա սարք է 22-24 թվի սարկած գոմը եղածը։ Ու դենց պաշտպանում եմ մինչև հիմա։ Ու ես այդ պարտավոր եմ պաշտպանելու իմ հնությունը, իմ մեծերի ստեղծածը։ Այն ինչ որ իրանք ստեղծել են, ես էլ այդ նույն պահը շարունակում եմ մինչև իմ կյանքի ավարտը։ Հավեսով եք անում։ Հա? Հավեսով եք անում այս գործերը։ Եթե հավեսով չանեի սիրտի չի կդրվում, թե չէ հիմա սրանց էլ էի վերացրել։ Բայց ուզում եմ զբաղված լինեմ էլի, որովհետև տարիքի հետ կապված բան, ամբողջ օրը չեն կարա նստենք տունը դիմի բանով անես, զբաղվես օրա, անցնի գնա։ Հա, համել առողջ շարժման մեջ, ամբողջ օրը շարժման մեջ, ամեն ինչ է նորմալ։ Չեմ դժգոհում ես աշխատանքից։ Աշխատանքից չեմ դժգոհում։ Նրա խոսքով ինչու պետք է ձու գնի, կաթ գնի, եթե կարող է իր սեփական հավերից ու կովերից ստանալ տնականը։ Վաճառել ինչ է, վաճառեմ ինչ։ Տնական, բնական եղած է ես վաճառեմ այդ ամ խանութից ինչ պետական ուրիշ բաները վերստեմ, ձվերը առնեմ, որ 100 տեսակի թունակ քիմիկատներով է շատ գիտա մինչերով են բանանում դեղ այդ ձվերը։ Տնական ծունը ուրիշ է, մյուսն էլ ուրիշ է։ Օրվա ընթացքում նա զբաղվում է դաշտային աշխատանքներով եւ խոտ հավաքելով։ Չնայած ծանր աշխատանքին, գյուղացին չի պատկերացնում իր կյանքը քաղաքում։ Նրա համար գոմի հոտը, անասունների ձայները եւ գյուղական առավոտի խաղաղությունը կյանքի անբաժանելի մասն են։ Այսպիսին է գյուղացու առօրյան՝ լեցուն աշխատանքով, հոգատարությամբ եւ հողի նկատմամբ սիրով։ Կարունը բացվելուց հետո ամառվա սեզոնին խոդունձի բանի ժամանակ այս տարիքից հետ կապված գերանդով խոդունձ եմ անում։ Որտեղ խոդունձը ամենաառողջարար ֆիզիկական աշխատանքի ամենաառողջարարն է, որ ոտքից մինչև գլխի մազերը ամբողջ օրգանիզմը շարժի մեջ է, շարժվում է։ Ու իր մոտ այդ աղային կուտակում ամեն ինչ ամեն բաներն էլ կամանց կանցնեն էլի դենց էլ ինչ անենք մենք։ Սիրտը չի կտրվում գյուղից, որովհետև գյուղում եմ մեծացել, ծնվել եմ, մեծացել եմ, ես հողուչերի մեջն եմ եղել 78 տարի, սիրտս չի կտրվում, որ ես քաղաքում գնամ, կվարտիրա ունենամ, կվարտիրեն ինչ է, կվարտիրեն եղել եմ մի հատ, ոնց ասեմ, շատ ներողություն բանդի խուց, ելն ես, 4-րդ հարկ, 10-րդ հարկ, 18-րդ հարկ, երթաս, ընդեղ, ոնց կարաս իջնես, ոնց կարաս շրջապատի մեջ ընդեղ բան անես, մի բանով զբաղվես, ամբողջ օրը տան մեջ նստած կամ իջնես, լիֆտերով իջնես, ներքևից խանութներից եղածներ վերցնես, նորից բարձրանաս վերև, թե ուրիշ ոչի բան ինչ կարաս անես քաղաքում։ Այդ համար իմ սիրտը կյանքում չի կտրվում։ Գյուղացու խոսքով վերջին 25 տարում այսքան ձյուն չէր եկել, բայց դա չի ազդել առօրյա բնականոն աշխատանքներին։ Թեև ձմռան աշխատանքը դժվարանում է, սակայն ինչպես ինքն է ասում, գյուղացու համար հանգիստ եղանակ չկա։ Գյուղացորը ինչ է։ Կարունը բացում է տանջանք չարչարանք, աշուն էլ գալիս է ծմերը, ընկնում ենք ծերերից գրակ մակվենք, ես տարի էլ ուրիշ տարիների նման շատ ահռելի վիճակ էր։ Գյուղի մեջ հակին մարդկանց շենքերի տանիքները ջարդվեցին, այդ ծնի հետևանքով ամեն ինչ, բայց 6-7 տարի մենք սենց բան չէինք տեսել, գալիս էր, ծունը գալիս էր, միշտ մշտական, բայց քիչ, մակրվում էր, ամեն ինչ է նորմալ, աշխատանքից չեմ քաշվում, ուզում եմ, որ անպայման աշխատած լինեմ, ստեղծած լինեմ, ամեն ինչ է նորմալ լինի, որ նայենք տենանք ինչ կլինի վերջը։ Jane?